Պարոն Ասատրյան, ինչ հարցերով կարող են մարդիկ ձեզ դիմել։ Ես երեք ձևի աշխատանք եմ կատարում մարդկանց հետ, մեկը իրակ այդ հոգևոր աշխատանքը, այսպես ասած, կվանտային աշխատանք է, հոգու մեջ, եթե ինչ-որ խնդիրներ կա, տվել ենք աշխատում, երկրորդը թերապիա ենք անում, չորոշված հարցերը, չլուծված թեմաները, ինչը ձեզանից էներգիա է տանում, այդ ամենն ենք անելու, իսկ մի հատ էլ աշխատանք փորի հետ է, որը վեգետատիվ համակարգի հետ է, իսկ մեր մարմինով կառավարում է մեր վեգետատիվ համակարգը, որը ինքը կառավարվում է անգիտակցականից, մենք մեր գիտակցությունով չենք կարող կառավարել մենք մեր առողջությունը ու դրա համար պետք է մարդ լավ հոգեվիճակում լինի եւ առողջությունը լավ լինի եւ կարողությունները ավելի լավ լինեն ու այդ աշխատանքը փորի հետ կապված է հենց բլուժդայությունների հետ տարբեր մնացած ներվային այդ համակարգի հետ ու լուծում ենք տարբեր ձևի հարցեր քանի կին ինձ դիմել է երիտասարդ աղջիկ կին ում երեխա չի եղել բոլորինը երեխեք ստացվել են հիվանդությունների հետ ենք աշխատում որովհետև ցանկացած հիվանդություն ունի իր պատճառահետևանքային կապը դետերմինիզմը ինչպես sense բանում են ասում ու այդ դեպքերը որը ձեր հետ եղել է բացում է ձեր այդ հիվանդության գենը ու շրջակա միջավայրն է բացում ձեր մոտ որ գենն է արթնանալու եթե շրջակա միջավայրը պրոբլեմային է պրոբլեմային գեներն են արթնանալու եթե լավ է լավ գեներն են ու եթե ու հենց այդ թերապևտիկ աշխատանքի խորքային իմաստը դրա մեջ է որ մենք ձեր գիտակցության միջոցով փակում եք այն պրոբլեմները որը արթնացել են ձեր շրջակա միջավայրի ընկալման հետևանքն է դուք ինչ-որ մի հատ իրավիճակ ընկալել եք վատ որովհետև մեկի համար օրինակ ծայրահեղ բան օրինակ բերեմ պատերազմը հանգիստ վիճակ է մեկի համար պատերազմը պրոբլեմ է то есть ում համար պրոբլեմ է իր մոտ այդ պրոբլեմային գեներն են բացահայտվելու ում համար նորմալ է չի բանանելու չեն բացվելու ու պետք է այդ պատճառը գտնել ցանկացած հիվանդության ցանկացած խնդրի իրան պատճառը ունի դե չեմ ասում դա խորքային արդեն այդ գենետիկական այդ ծնողներից եկած այդ ամենը բայց եթե գիտակցության միջոցով հնարավորություն չլիներ մարդկանց այդ գեները փակել այդ պրոբլեմային մարդկությունը շուտվանից կվերանա ու գիտակցությունը դա ամենաառանցքային բանն է ֆունկցիան է մարդու մարմնի որ ինքը դու գիտակցության միջոցով կարող ես քո կյանքը լրիվ պրոբլեմի վերածես ու գիտակցության միջոցով կարաս լրիվ լավացնես փոխես ու մենք հենց այդ բանի վրա ենք աշխատում ու փոխում ենք ձեր աշխարհընկալումը ու եթե մարդու աշխարհընկալումը տվյալ դեպքի հանդեպ փոխվում է արդեն այդ բանը փակվում է ու իսկ մեր ամբողջ մարմինով կառավարումը ինքը անգիտակցականից է ու հոգուց է միսը չի մեզանով կառավարում ու այդ հոգին էլ ինքը հոսանքով աշխատում հոգին գլխի միջոցով կառավարում է մեր մարմինով մարմինն էլ ու այդ գլխի միջոցով ներվերի միջոցով կառավարում է ամբողջ օրգաններին ու այդ փորի աշխատանքն էլ արդեն այդ խնդրահարույց բորբոքված այդ հանգույցները այդ ներվային նեյրոսեցը մենք ձերքով այդ աշխատանքն էլ ենք անում դա էլ բանանում լրիվ բարելավում ու աշխարհընկալումն էլ փոխվում ու արդեն մարդը դառնում է ինքնաբավ համակարգ այսպես ասեմ որովհետև ցանկացած մարդ երջանիկ է ծնվում ու ինքը ինքնաբավ է ծնվում հետո է այդ ամեն ինչը իր մոտ կատարվում բայց քանի որ մարդ արդեն ի սկզբանե ինքը երջանիկ է ծնվում հետո է իր մոտ պրոբլեմները սկսում դրանից հետո ստացվում է իրան հետ վերադարձնել
դեպի լավ վիճակ, то есть ինքը արդեն լավ է ծնվել ու Գյուրջիևի ասած ես նոր բան չեմ ասում, այլ վերադարձնում եմ մարդկանց այն վիճակին, որը իրանցից վերցրել են սոցիալիզացիայի ժամանակ։ Իսկ ինչ կասեք ձեր դասընթացների մասին, ինչ թեմաներ եք քննարկում օրինակ։ Դասընթացների խորքում ադապտիվությունն է եւ գիտակցված լինելը ու էզոտերիկա եւ պարահոգեբանություն, դա արդեն տեխնիկաներ ենք սովորացնում, ինչպես պաշտպանվել չար ազդեցություններից, հայելելու տեխնիկաներ, եթե ձեր մոտիկները ինչ որ մի տեղը ցավում է, սովորացնում ենք ինչպես շատ շուտ այդ ամեն ինչը հանել, կրիզիսից մարդու հանել, իսկ ադապտիվ լինելը եւ գիտակցված լինելը ինքը հենց աշխարհանկալման հետ է կապված, որ դուք սկսում եք աշխարհին ուրիշ ձևի նայել, որովհետեւ աշխարհը ինքը միշտ նույն ձևի է, կապ ունի մարդ ինքը ոնց է անցալում, այդ նույն վիճակին մեկը լավ անցալում նույն աշխարհին, աշխարհը ոչ մի բան ինքը իր հունով գնում է ու մարդուց է կախված այդ աշխարհը ինչպես անցալի ու մենք դա դասընթացներում մարդիկ ադապտիվ ունեցել, որ դու շատ շուտ ադապտացվում ես ամեն ինչի ու ինչ էլ կատարվի քո շուրջը քո հոգեկան վիճակի վրա չի ազդելու, այդ դասերի պահը դրա մեջ է բան արած, իսկ գիտակցվածությունը դա հմտություն է, որ մարդկային հարաբերություններում հմտություն եք ձեր բերում ու ձեր շուրջի խնդիրները, մարդիկ մեկը ձեր հետ կռվում է, դուք հասկանում եք, որ դա ձեր հետ չի կռվում, խնդիրը իր մեջ է եւ այլ ու դուք արդեն կյանքում չենք անում այն, ինչ ձեզանից ուզում են ստանալ։ Շատերը, որ ձեզ ջղայնացնում են կամ ինչ-որ մի հատ բան են անում, իրանք ուզում են ստանալ ձեզանից համապատասխան պատասխան։ Դուք պատասխանում եք այնպես, ինչ ուզում են ձեզանից ստանալ։ Գիտակցված լինելը դու արդեն դա հասկանում ես ու դու չես անում այն, ինչ քեզանից սպասում են։ Այլ անձը դա ուժեղանում, իսկ մարդու ամենակարևոր պահը հենց անձի ուժեղացումն է, անձը որ ուժեղանում է, ինքը կարող է կառավարի այդ եւ անգիտակցականից եկած խնդիրներից եւ ենթագիտակցությանից ծագող խնդիրները ու հենց այդ անձի ուժեղացումն է գնում, մեր մոտ ով անցել է այդ ամեն ինչը, բոլորն էլ այդ փոփոխությունը միանգամից զգում են, տեսահոլովակներ ունեք, որ խոսում են դրա մասին, ու այդպես է, մեր մոտ ով գալիս է, կարճ ասեմ, երջանկություն է ձեր բերում, իսկ երջանկությունը դա նպատակ չի, դա պրոցես է, երջանկությունը հենց հիմա եւ ստեղ է, ու դուք սկսում եք կյանքից հաճույք ստանալ, այլ ոչ թե կյանքը ընկալում եք որպես ինչ-որ դժվար խնդրեմ, միշտ լարվածություն, միշտ պետք է լարվածություն հարցեր լուծել եւ այլ եւ այլ։ Դուք պարզապես կյանքից հաճույք եք ստանում, այդ է դասընթացների։ Շնորհակալություն։ Na zdrowie.